Դե եթե մինչ օրս նույնիսկ ձևականորեն ասում էին շատ ուրախ ենք, մենք էլ կմասնակցենք, հիմա այս վերջի օրի հայտարարությունը դրա մասին է, մենք չենք գնալու։ Իսկ TRIP-ը իրենց գնալու մասին է, ախր դա Հայաստանի որոշումը չի, այո, Հայաստանը չի ուզում իրենց հեռացնել, չնայած պետք է, բայց կան լուրջ կենտրոններ, որոնք ուզում են հեռացնել, բայց ես չեմ ուզում, որ դա Հայաստանի ուսերին մնա։ Հայաստանը չի կարող միայնակ Ռուսաստանի դեմ, դա պարզ է, չէ՞։ Եթե դրան է գումարենք, որ Ալիևն ու Էրդողանը մշտապես կցանկանան, որպեսզի իրենք այստեղ առևտուր անեն Պուտինի հետ, որը թույլ է։ Իրենք Տրամպի հետ չեն կարող առևտուր անել։ Պարզ է, չէ՞, Թուրքիայի տնտեսությունը լիրան մի օրում վերջանում է, Ալիևի մասին չեմ խոսում։ Ինչու եմ ես ասում, որ ես ձեռնտու եմ, որ Ռուսաստանը ինչ որ առումով հիմա մնա, որովհետև Արցախում ինչպես արին, թույլատրեցին, դուրս հանեցին։ Նույնը ուզում են Զանգեզուրում անել։ Էլի ինչ որ Զանգեզուրի միջանցքից են օրը խոսում։ Էրդողանի տրանսպորտի նախարարը, այսինքն սա շատ բարդ խաղ է, սա անկանխատեսելի խաղ է, Հայաստանը որքան հնարավոր է պիտի շատ ակտորներ բերի տարածաշրջան արևմտյան, Եվրամիությունից, Կանադայից, ուրեմն ԱՄՆ-ի հետ խոսի թե այս անվտանգության ռիսկերի ժամանակ մեզ ինչ բարձիկներ են տրամադրվելու, տնտեսական, կամ եկեք այսպես ասեմ, այդ որ շատ հաճախ ընդդիմությունը ասում է, Ադրբեջանը ուզում է հեռացնել, Թուրքիան ուզում է հեռացնել Ռուսաստանին, ամենալավ ձևը բացելն է սահմանը, հենց բացել, պետք չի էլ իրենց խաղաղապահները այստեղ, մենք էլ տնտեսական շրջափակման մեջ չենք լինի, բա թող բացեն սահմանը, Ռուսաստանը շատ արագ կհեռանա։ Այսինքն երբ որ ասում են TRIP-ը թուրք-ադրբեջանական պրոյեկտ է։ Իհարկե, բա եթե թուրք-ադրբեջանական պրոյեկտ է, ինչ էր Ալիևն ասում Զանգեզուրի միջանցքի հետ կապված ես ու Պուտինը նույն տեսակետն ունենք։ Թող բացեն սահմանները, Ալիևը այդպիսի պահանջներ Հայաստանի արժև չդնի անխոչնդոտ ճանապարհի, դեպ միակողմանի։ Ռուսաստանը շատ արագ արդեն տրամաբանորեն կհեռանա։ Եթե արդեն Ադրբեջանն ու Հայաստանը ցանկանան, որ հեռանա, սա այլ իրավիճակ է,